Բարև ձեզ, այսօր սկսում ենք նոր հաղորդաշար, օրագիր նյուսի հետ միասին կոչվում է գյուղքաստ, բարև ձեզ, Աննա ջան, կներկայանաք։ Բարև ձեզ սիրելի Սուսաննա, ողջունում եմ մեր այսօրվա առաջին գյուղքաստի շրջանակներում մեր հանդիպման համար, մեր հեռուստադիտողներին մաղթում եմ հնարավորինս գիտելիքահենք եթեր։ Եվ հումորին պատրաստ լինեք։ Ինչով եք զբաղվում Աննա ջան դուք։ 2018 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում փորձում ենք հնարավորինս գյուղ ոլորտը, հատկապես օրգանական գյուղատնտեսության շրջանակներում զարգացնել։ Փորձում ենք կրթել, տրամադրել գիտելիքահենք արտադրություն, որի շրջանառման ընթացքում մարդիկ փորձում են ավելի մեծ օգուտներ ստանալ եւ գյուղատնտեսությունը դիտարկել որպես ագրոբիզնես։ Հրաշալի է, իսկ ես ինչ կապ ունեմ ձեզ հետ։ Ես կխնդրեմ այդ դեպքում դուք եւս ներկայանաք, սիրելի Սուսաննա, որպեսզի հեռուստադիտողին ավելի պարզ դառնա, թե Սուսաննան ինչ առնչություն ունի գյուղ ոլորտի հետ։ Այո, 2017 թվականից եւս մենք էլ փորձում ենք զարգացնել գյուղական համայնք, հանձինս Հերհեր գյուղ, որը գտնվում է Վայոց ձորում, ամենագեղեցիկ գյուղերից մեկն է եւ մենք այնտեղ ամուսնու ընտանիքի հետ միասին փորձում ենք զարգացնել գյուղական համայնքը։ Այսքանը։ Մենք վերջին շրջանում, քանի որ առիթ ենք ունեցել գյուղի զարգացման ծրագրերից մեկում միասին աշխատել, կարծում եմ ճիշտ կլինի մեր հեռուստադիտողներին այդ մասին եւս տեղեկացնենք եւ անցնենք ավելի թեմատիկ խոսակցության։ Այո, 2022 թվականից մինչ այսօր եւ հետագայում եւս մենք անցկացրեցինք Պոպոքի փառատոնը Վայոց ձորում, միակը եւ անկրկնելի ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Դե անցնենք մեր աշխատանքին։ Ես կփորձեմ լրջորեն հարցեր տալ, որոնք շատ արդիական են մեր առօրյայի համար եւ մեր երկրի զարգացման համար։ Աննա ջան, որ թվականից է սկսել ձեր գործունեությունը, ինչով եք զբաղվում, ինչու հենց գյուղ ոլորտ ու ինչու հենց Հայաստան։ Ես, եթե չեմ սխալվում, դուք վերադարձել եք Ռուսաստանի Դաշնությունից, թողել եք այնտեղ ձեր աշխատանքը եւ եկել եք Հայաստան։ Ինչու։ Խնդրում եմ դա ասել, պարզաբանել։ Շատ բարի։ Ուրեմն ի սկզբանե 2018 թվականից հետո ընտանիքով կայացրեցինք որոշում մեր գործունեությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում եւս տվյալ ոլորտում էր, ծավալել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, իսկ ոլորտային գործունեությունը դրանք օրգանական, բնական, կենսաբանական պարարտանյութերի արտադրություններ, որը 2018 թվականից, ինչպես նշեցի, նաեւ իրականացնում ենք Հայաստանում։ Նպատակը հետևյալն էր տարածել հնարավորինս շատ օրգանական գյուղատնտեսության գաղափարը Հայաստանում, բայց անակնկալները երկար չսպասեցրեցին, քանի որ Հայաստանը ի ցավս ինձ բավականին հեռու էր ընդհանուր գաղափարից եւ այդ ժամանակահատվածից առ այսօր փորձում ենք արտադրությանը զուգահեռ կրթել բառից բուն իմաստով, որպեսզի կարողանան գիտելիքով զինել մարդկանց, ովքեր որ տվյալ ոլորտում գործունեություն են ծավալում, այսինքն խոսքը վերաբերվում է գյուղացիական տնտեսություններին։ Վերադարձի ինչու էր այդպեսին, պայմանավորված էր բնականաբար անձնական նաև շարժառիթներով, քանի որ ցանկությունը մեծ էր, որ մեր բալիկը մեծանա Հայաստանում, ստանա հայկական դաստիարակություն, իսկ մենք որպես հայկական ընտանիք այդ հնարավորությունը մեր ձեռքից ոնց որ բաց չթողեցինք։ Ամեն դեպքում անկախ դժվարություններից, որի առջև կանգնել ենք տարիներ շարունակ եւ դեռ ինչ որ этаպներում շարունակում ենք, պատվով ենք դուրս եկել եւ շարունակում ենք այդպես պատվով դուրս գալով, այո, շարունակել մեր գործունեությունը։ Շատ բարի, շատ հետաքրքիր է, ես կցանկանամ, որ շատ-շատերը ձեզանից օրինակ ծառայեն եւ վերադառնան Հայաստան, քանի որ իրոք մեր երկիրը ունի ձեր կարիքը։ Դե անցնենք մեր ավելի լուրջ հարցերին։ Ինչ կարծիք ունեք դուք որպես մասնագետ մեր Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի եւ այսքան տարածքները չմշակելու
նպատակը ինչպիսին է եւ դուք ձեր մասնագիտական ինչ խորհուրդ կամ ինչ կարծիք կհայտնեք։ Նախ պետք է ցավով մատնանշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում նպատակային նշանակությամբ գյուղհողերի օգտագործումը բավականին ցածր տեսակարար կշիռ ունի։ Ինչ է սա նշանակում, որ նման նպատակային նշանակությամբ հողերի 50%-ից ավելին ցավոք սրտի չի օգտագործվում։ Չօգտագործման պատճառները զանազան են, բազմաթիվ են, ընդհուպ մինչև անձնական մարդկային ցանկությամբ պայմանավորված, որ տվյալ ոլորտում գործունեություն ծավալող անհատները կամ կազմակերպությունները ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ոչ արդյունավետ են համարել հողի մշակումը կամ հողամշակությունը։ Մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ մնացած 40 մի փոքր ավելով, տեսակարար կշռով, տոկոսով մշակովի հողերը մշակվում են հիմնականում անարդյունավետ մեթոդներով։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ եւս ունենք բաց եւ խնդիր, այսինքն տարիներ շարունակ փորձված մեթոդների կիրառության արդյունքում տվյալ հողերը շարունակում են, ինչպես դուք նշեցիք, դեգրադացիա, բառը հնարավոր է, որ լսարանին մի փոքր անծանոթ լինի, քանի որ մասնագիտական տերմին է մեկնաբանեմ, ենթարկվել դեֆորմացիայի փոփոխության, որի արդյունքում եւս բերում է անարդյունավետ մշակության ինչ-որ մի մեխանիզմային, վերջնարդյունքի ելակետի։ Ինչ է սա նշանակում, որ մենք ունենք լուրջ բաց, այսինքն մինչև ես որպես արտադրող կփորձեմ սպառել իմ լավ որակի պարարտանյութը, որը արտադրվում է տեղական շուկայում, ես դեռ պետք է բացատրեմ, սովորեցնեմ, ուսանեմ, թե ինչպես ճիշտ կազմակերպել տվյալ մշակահողի օգտագործումը, արդյունավետ օգտագործումը։ Աննա ջան, թույլ տվեք այսպիսի մի հարց, քանի որ ամբողջ այս ծրագիրը կոչվում է գյուղքաստ եւ նպատակադրված է գյուղացիների համար, կարող եք դուք ձեր կարծիքը եւս հայտնել, ինչու են գյուղացիները հողերը եւ ընդհանրապես գյուղական արտադրությունը մշակում հին կերպ, հին ձևով։ Ուրեմն ամենաառաջինը երևի թե հայկական ասացվածքը մեր մեջ բերեմ, ասում են փորձած թանը անփորձ մածունից ավելի ընդունելի է։ Ինչն է խնդիրը, որովհետև բազմաթիվ նորարարական տեխնոլոգիաներ, որոնք որ միգուցե կիրառվել են, փորձվել են, եղել են չարդարացված։ Հնարավոր է, որ պարզապես չեն փորձել, չեն կիրառել եւ հայկական, այսպես գյուղական մենտալիտետ ունենք զարգացած, որ ասում են չի լինի, չի ստացվի, այսինքն տվյալ մարդը չի փորձել, բայց հստակ արձանագրում է, որ դա չի ստացվի։ Այնինչ մենք գործնականում տեսնում ենք ճիշտ հակառակը։ Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը դա, ինչպես նշեցի, ասացվածքի հիմքում դրված մենտալիտետային մոտեցումն է, եւ երկրորդը կարծում եմ, որ գիտելիքի պակասը, մասնագիտական չմոտեցումը, որը որ լուրջ խնդիր է։ Այստեղ չկա նաև գյուղացիական տնտեսություններում մշակույթ զարգացված դիմել մասնագետի, ինչպես օրինակ երբ մարդը հիվանդանում է, դիմում է բժշկի, նույն տրամաբանությամբ այստեղ բույսը, մշակաբույսը հիվանդանում է, ծայրահեղ դեպքում նոր մտածում են դիմել մասնագետի, կդիմեն թե չեն դիմի, դա էլ հարցի արդեն մյուս կողմն է։ Իսկական սա լուրջ խնդիր է։ Շատ լավ, Աննա ջան, իսկ ես որպես գյուղացի, այսպես դիտարկեմ, կարող եմ հարց տալ, արդյոք կարող է իմ տնամերձ հողը ինձ եկամուտ բերի։ Այնքան, որ ես չմտածեմ նրա մասին, որ լքեմ գյուղը եւ գամ Երևան։ Շատ լավ հարց, իրականում բացարձակ նշանակություն չունի, թե հողատարածքի հողակտորի մակերեսը ինչ ծավալի է, ինչ մեծության է։ Մենք կարող ենք ավելի փոքր հողատարածքներում, հողակտորներում իրականացնել ավելի արդյունավետ մշակություն։ Դիցուք այստեղ պետք է նաև առանձնացնել, որ կարևոր է նկատի ունենալ տվյալ տարածաշրջանին համարժեք
ագրոկլիմայական պայմանները, բնակլիմայական պայմանները հաշվի առնելով մշակաբույսի ընտրությունը, որովհետև եթե ես որպես մշակող ընտրում եմ տվյալ տարածաշրջանին ավելի համարժեք մշակաբույս, այդպիսով բացի նրանից, որ ես չունեմ բույսի համար ֆորս մաժորային իրավիճակների, առջև պայքարելու, լրացուցիչ պայքարներ մշակելու մեխանիզմի առաջնահերթություն կամ հետագայում առաջ մղվելու, առաջ գալու անհրաժեշտություն, նաև կարող եմ եկամուտ հետապնդել։ Այսինքն, այստեղ եթե ընտրում ենք ճիշտ մշակաբույս, ճիշտ մշակման տեխնոլոգիա, ներդնում ենք նաև բիզնես մտածելակերպը, այլ ոչ կենսակերպը, ինչպես դուք նշեցիք։ Եթե ես գյուղացի եմ, այո, ես արթնացել եմ, ես տեսնում եմ այդ միջավայրը, ես հասկանում եմ, որ ես պետքա գյուղում աշխատեմ, իրականացնեմ գյուղին համահունչ գործունեություն, բուսաբուծության ոլորտում, անասնաբուծության ոլորտում, բայց դա ես չպետքա դիտարկեմ որպես կենսակերպ, ապրելակերպ։ Դա ինձ համար պետք է լինի բիզնես մտածելակերպ, այսինքն ագրո բիզնես։ Ինչու ենք մենք նշում, որ սա ոչ թե կենսակերպ է, այլ ագրո բիզնես։ Այստեղ մենք հատկանշական ենք համարում նաև դիտարկել, որ սիրելիներս, եկեք տարբերակենք ծախսը ներդրումից։ Մենք ունենք ուրեմն հետաքրքիր մենտալիտետային էլի մոտեցում, կարծրատիպ, հնացված, ոչ արդի, չեմ վախենա նշել, որ մարդիկ երբ ինչ որ գումար են ներդնում, դա միանգամից դիտարկում են ծախս եւ գյուղացին մտածում է, որ ես այսօր այդ 1000 դրամը դրեցի, վաղը միանգամից 3000 պետքա ես եկամուտ ստանամ, բայց դա այդպես չի լինում։ Սա ներդրում է իրենից ենթադրում, որը պահանջում է գոնե թե բնակլիմական պայմանները հաշվի առնելով ժամանակահատված, որի ընթացքում ես կկարողանամ այդ գումարը հետ բերել։ Այսինքն ծախսը ներդրումից տարբերակելու, տարանջատելու գաղափար առաջինը պետքա ներդնել։ Եթե ավելի հակիրճ ընտրում ենք տվյալ մշակաբույս, տվյալ ներողություն, տարածքին համահունչ մշակաբույս, ճիշտ մշակման տեխնոլոգիա եւ ունենում ենք ագրոբիզնես մտածելակերպ, որի հիման վրա մենք կարողանում ենք արդեն ստանալ եկամուտներ։ Եղավ, շնորհակալություն։ Այս ձեր խոսակցության արդյունքում եւս մի հետաքրքիր հարց առաջացավ ինձ մոտ։ Տեսեք, վերջերս նորարար է գյուղատնտեսական դասընթացները, որի արդյունքում կրթված կամ մի փոքր գիտելիք ստացած գյուղացին կարողանում է դրամաշնորհներ գրել եւ ենթադրամաշնորհներ ստանալ։ Ես անձամբ մասնակցել եմ վերջի 2-3 ամիսներին այդ Վայոց ձորում կայացած դասընթացներին, այո, որակը իհարկե լավն էր, մենք կարող ենք ավելի լավ ունենալ, բայց ես տեսնում եմ, որ գիտեք, օրինակ Վայոց ձորում մենք ունեցանք այսպիսի արդյունք։ Մի դասընթացի ժամանակ ներկա էին 7 հոգի, բայց գրանցվել են 15-ը, հաջորդ դասընթացի ժամանակ ներկա էին 12-ը, բայց գրանցվել էին 20-ը։ Ինչպես դուք որպես գյուղատնտես կարող եք պարզաբանել կամ բացատրել, ինչն է, որ գյուղացիները ցանկություն ունենում են, գրանցվում են, բայց երբ որ դասընթացը սկսում են, նրանք չեն մասնակցում։ Եթե ես չեմ սխալվում, մենք էլ ձեզ հետ ունեցանք նմանատիպ ինչ-որ մի հարց։ Ուրեմն նախ պետք է սկսեմ նրանից, որ նմանատիպ դասընթացների իրականացումը, անկախ նրանից հետագայում ենթադրելու են դրամաշնորհային կամ ենթադրամաշնորհային ինչ-որ մեխանիզմների կիրառություն կամ օգտվելու հնարավորության ընձեռնման ինչ-որ տարբերակներ միշտ գովելի են եւ անհրաժեշտ։ Ինչու, որովհետեւ իրականում բոլոր մարզերում, բոլոր համայնքներում մենք ունենք գյուղատնտեսական գիտելիքի բացակայություն, ինչպես մշակել, ինչպես վերաբերվել, այստեղ միայն բուսաբուծության ճյուղը չի, նույն անասնաբուծության ճյուղը, ինչ բուժումներ անհրաժեշտ կլինի անել կենդանիներին, ինչպես պատվաստել ժամանակին, ինչպես խնամել, այսինքն բացը միանշանակ կա, դա շատ գովելի է։ Դրա անհրաժեշտությունը կա։ Ես անձամբ ինքս էլ տարիներ շարունակ պարբերաբար թե ծրագրերի շրջանակներում, թե բարեգործական հիմունքներով, անձնապես իմ գիտաարտադրական կազմակերպության եւ գործունեության շրջանակներում իրականացրել եմ նման դասընթացներ, որոնք իրենց արդյունավետությունը ժամանակի ընթացքում այսպես թե այնպես ինչ որ տեսակարար կշռով արձանագրվել են։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ գրանցվում են եւ չեն մասնակցում, իրականում այդտեղ պատճառներ շատ տարբեր կարող են լինել, սկսած նրանից, որ ի սկզբանե խնդիրը մարդը ճիշտ ըմբռնած չի եղել,
Վերջացրեց նրանից, որ պարզապես այդ օրը իրեն հարմար չի եղել ներկայանալու, բայց քանի որ մենք գիտենք, որ եթե խոսքը վերաբերվում է հատկապես վերջին շրջանում աշնանային, հա, ընթացքին, որտեղ որ գյուղ աշխատանքների ակտիվ սեզոն չենք համարում, վերջին տարբերակը հարմար չլինելու ինչ որ ծանրաբեռնված աշխատանքով գեր ծանրաբեռնված կամ լինելու հանգամանքը եթե չդիտարկենք, ինձ թվում է պարզապես կամ ցանկության բացակայությունն է կամ խնդիրը լիարժեք չըմբռնելու չընկալելու, այսինքն ես գնում եմ այնտեղ ինչ նպատակով, ինչի համար։ Միգուցե ի սկզբանե ես չեմ հասկացել, թե ուր եմ գնում, ինչի համար եմ գնում։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ դասընթացի կեսից պարզապես լքել են, որովհետև հետաքրքիր չի եղել, քանի որ նմանատիպ դասընթացների պարզապես զուտ տեսական, հա, մատուցումը եւս մարդուն հետաքրքիր չէ։ Նմանատիպ դասընթացների կազմակերպումն ավելի արդյունավետ է, երբ մենք դա անում ենք դաշտային պայմաններում, այգեգործական կամ պտղաբուծական ինչ-որ տնտեսություններում, որտեղ մենք ունենք հնարավորություն դեմոնստրատիվ ցույց տալու ամբողջ աշխատանքները եւ այդպիսով գործնական գիտելիքներ տալու գյուղացուն կամ անհատին, որ ցանկություն ունի գործունեություն ծավալելու։ Ես լսեցի, ընդունեցի, բայց ես մի կարծիք հայտնեմ եւ երևի երկուսով քննարկենք։ Իսկ դուք չեք տեսնում բաց թողում տարածքային մարզպետարանների աշխատակիցների կողմից, գուցե համայնքների, որ իրենք չեն կոորդինացնում, ցանկություն չունեն աշխատեն անծանոթ կազմակերպությունների հետ, իրանք ունեն նախընտրություն մի հին մտերիմ ընկերությունների հետ, որոնց հետ էլ շարունակում են դասընթացները պտիչկայի համար անել։ Դա ես փորձից եմ ասում, բայց եկեք քննարկենք, հարգելիներս, սա գյուղ պատկաստ է հումորով եւ ըմբռնումով։ Նորից պետք է հիշեմ նույն ասացվածքը։ Այո, Փորձած տանը անփորձ մածունից շատ ավելի նախընտրելի է այս դեպքում։ Ցավոք սրտի նմանատիպ բացը կա, դա անվանենք ուղակի ինչ որ պտիչկայի թե խնամի ծանոթ բարեկամ մոտեցման երևույթ, թողնենք յուրաքանչյուրի դատին, որովհետև այստեղ նաև հասարակության կարծիքն է շատ կարևոր, որովհետև գյուղ քաստի շրջանակները ենթադրում է նաև թիրախային լսարանի, այսինքն գյուղացիների կարծիքները, որոնք վստահաբար եւս առնչվել են խնդիրներին, իհարկե շատ կարևոր է։ Կազմակերպությունը ծանոթ է թե անծանոթ, ես կարծում եմ այնքան էական չէ, ինչքան որ էական չէ, թե տվյալ մասնագետը քանի տարեկան է, ինչ արտաքին տվյալներ ունի։ այո, գեղեցիկ գյուղատնտես է։ Ինչքանով կարող է այդ կարծրացած եւ հնացված կարծրատիպերի մեջ, այսպես ասած, շրջանակների մեջ ներգրավել, բայց ինչ նշանակություն ունի կամ ինչ առնչություն ունի ոլորտի հետ, այսինքն դրանք այն ծեծված թեմաներն են, որտեղ որ բացը բնականաբար տեղական ինքնակառավարման մարմինների եւս կարող է լինել։ Այստեղ մի մեջբերում անեմ, 2020 թվականից հետո, երբ Ռուսաստանի Դաշնությունից մենք ունեցանք բազում խնդիրներ, ֆեդերացիայի մասշտաբով սահմանվեց կոնկրետ կառավարության որոշում Ռուսաստանի Դաշնության կողմից, որտեղ ընդհանրապես ազոտական պարարտանյութի արտահանումը սահմանափակվեց, այսինքն Հայաստան ներմուծում չէր կարող լինել։ Ես ինքս հանդես եկա առաջարկով, որ որպես տեղական արտադրող, քանի որ ցանկություն ունեմ գյուղատնտեսությունը զարգացնել, այլ ոչ թե տանել սպանդի, մեկ պարկ տվյալ ժամանակահատվածում, քանի որ ունեինք աննախադեպ գնաճ, մոտավորապես 250%-ի կարգի, մեկ պարկ պարարտանյութը 25,000 դրամ էր դարձել արժեքը, որպեսզի պատկերացնեք 5, 6, 7, մաքսիմում 9,000 դրամ շուկայական գնից, առաջարկեցի 10 պարկ տեղական արտադրության պարարտանյութ, մեկ պարկի գնով, ներմուծված ապրանքի։ Ներողություն Աննա ջան, ինձ ինչ որ մի բան հուշում է, որ դուք դա ասել եք երևի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում։ Այո, ճիշտ այդպես։ Դուք սխալ դուռ եք ծեծել։ Շարունակեք։ Ճիշտ այդպես առաջարկը եղել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հիմունքներով, որին ի պատասխան մեզ պետական այրերը պատասխանեցին, որ մենք արդեն ունենք սուբսիդիոն ծրագիր, որի շրջանակներում ցավոք սրտի ձեզ չեն կարող ներառել, բայց այստեղ հարցադրումը ոչ թե սուբսիդիոն ծրագրի մեջ ներառվելն էլ, այլ թույլ չտալ գյուղացուն չմշակել հողը եւ սպասել, երբ կներմուծվի այդ ապրանքը, չներմուծվելու
անհնարինության պայմաններում։ Էնպես որ այն, որ մենք ունենք բաց, թե օրենսդրական, թե պետական մարմինների անգործության, հա, այսպես համախառն արդյունքի շրջանակներում դա եւս նույնիսկ փաստաթղթավորված կարող ենք արձանագրել, ցավոք սրտի։ Ցավալի է իհարկե, ես այլ կարծիք էլ կարող եմ հայտնել, սիրելի մեր այրեր, պաշտոնյաներ, եթե մենք ունենք Հայաստանում արտադրողներ նման հումքի, իսկ ինչու եք դուք մեկ անձին լիազորում իր պարարտանյութը օգտագործելու, փորձեք տարբեր պարարտանյութեր, ինձ թվում է մենք ընտրությունը թողենք գյուղացիներին, իրենք արդյունքից կպարզեն, թե որ պարարտանյութը ավելի արդյունավետ է, ոչ թե հիմնարկի տնօրենն ավելի գեղեցիկ, այլ պարարտանյութը ավելի արդյունավետ։ Ես կասեմ, որ 2018 թվականից առ այսօր, քանի որ գնում է մեզ մոտ տնտեսական տեսանկյունից, հա, կազմակերպության աճ, հենց այդ տրամաբանության շրջանակներում է, որ կազմակերպությունը որպես տեղական արտադրող շարունակում է աշխատել եւ աճել։ Այսինքն գյուղացին ունի այդ ազատ շուկայական, հա, ընտրության հնարավորությունը, ձեռք է բերում, փորձում է եւ հասկանում է, որ բայց չէ, ամեն դեպքում 30-ից 40 տարի առաջվա ազոտական սիլիտրայի օգտագործումը շատ ավելի քիչ արդյունավետ է։ Ես ծախսում եմ ավելի շատ, քան ենթադրենք, հա, տեղական արտադրության պարարտանյութի հետ, որը որակապես մի քանի անգամ ավելի բարձր է եւ ստանում եմ ավելի լավ որակ։ Ես հիմար չեմ, որ գնամ նորից նույն ազոտական սիլիտրան առնեմ։ Այսինքն այստեղ փորձված թանը անփորձվածունից ավելի նախընտրելի չի աշխատում։ Այստեղ արդեն գալիս են անփորձի հետևից եւ դառնում է արդեն փորձված տարբերակ։ Իսկ ինչ կասեք դուք, ես գիտեմ, որ դուք մասնակցել եք եւս նկարահանում պատկաստներին, գյուղական նորաձևություն։ Ճիշտ եմ հիշում։ Ինչ կասեք այդ մասով։ Իրականում ուրեմն շատ հետաքրքիր ու շատ անհատական թեմա է։ Վերջին շրջանում նկատում եմ, որ ոլորտում գործունեություն ծավալելով բոլորս հասկանում ենք, որ կանանց ներգրավվածությունը տարին տարվա վրա ավելի մեծանում է եւ դա շատ ողջունել է, սիրելի կանայք, գյուղատնտեսությունը դա սեր ու կյանք է։ Մենք ձեր կարիքը միշտ ունենում ենք։ Ուրեմն կնոջ պատասխանատու վերաբերմունքը նույն հողագործության ոլորտում աշխատանքին վերջին շրջանում ավելի մեծացել է։ Խնդրում եմ հիմա ինձ չքարկոծեն տղամարդիկ, դա չի նշանակում, որ տղամարդիկ չեն աշխատում, բայց տարին տարվա վրա ավելի այսպես լայնամասշտաբ տեսնում ենք, որ տարածվում է։ Ու ինչ եմ նկատում, որ ամեն անգամ, երբ մենք ավելի ներկայանալի, ավելի կոկիկ գնում ենք եւ իրականացնում ենք աշխատանքներ, դաշտային աշխատանքներ ավելի կոկիկ հագնված, հաջորդ այցելության ժամանակ տեսնում ենք, որ կանայք էլ ընդօրինակել են։ Այսինքն, այստեղ կա նաեւ լուր, բայց վարակիչ մի գործոն, որ այդպիսով փորձում ենք հասանելի դարձնել այն միտքը, որ եթե ես ապրում եմ գյուղում եւ իրականացնում եմ գյուղատնտեսական աշխատանք, դա դեռ չի նշանակում, որ ես չեմ կարող լինել նորաձև։ Այստեղ ես իրականում կարող եմ լինել նորաձև։ Այո, նորաձևությունը գյուղում։ Աննա ջան, շատ հաճելի զրույց ենք մենք ձեզ հետ ունենում, շատ արդյունավետ է գիտելիքներով լի, բայց եկեք մի փոքր լրջացնենք մեր խոսակցությունը եւ գնանք դեպի մեր գյուղ արտադրանքի անվտանգության մասին։ Իրականություն։ Իրականություն։ Օրինակ, Հերհեր գյուղում, մեր այգում մենք նման ինչ ասեցի, գեղեցիկ բառով սիլիտրա, ազոտ, չգիտեմ ինչ։ Մենք այդ նյութերով չենք աղավաղում մեր այգին եւ դուք ինքներդ փորձել եք մեր բերքը, խնձորը։ Մեր ծիրանը Հայաստանի Հանրապետությունում ամենավերջինն է լինում մեր Հերհեր գյուղում եւ ամենաքաղցրը։ Երբ որ ես այս խնձորը բերում եմ տուն եւ օրերով թողնում եմ դրսում, խնձորը չի փչանում, բայց երբ որ ես խանութից առնում եմ թեկուս մեր հայկական արտադրանք խնձորը, 2 օր հետո նա կորցնում է իր տեսքը։ Ինչ է ներսը այդ խնձորի, կարող եք ասել։
Ուրեմն տեսեք, քանի որ իմ նեղ մասնագիտականը թույլ է տալիս մի քիչ ավելի խորացված փորձեմ խնդրին վերաբերյալ բացատրություն տալ, բայց շատ մասնագիտական տերմիններով չծանրաբեռնելով, փորձելով չծանրաբեռնել, մենք ունենք մշակության տարբեր եղանակներ։ Գյուղացիական տնտեսությունում գործունեություն իրականացնողը, հողմշակողը կամ այգեգործը ինքն է որոշում ինչպես մշակել տվյալ տնտեսությունը, այսինքն չկա պետական վերահսկողություն, պահանջ, ազատ, լիարժեք չվերահսկվող իրականություն է, ինչ եմ ասում գյուղ իրականություն։ Դիցուկ, ես չունեմ մասնագիտական գիտելիք եւ չեմ տարբերակում։ Այստեղ ես կամ դիտարկում եմ փորձված մեթոդը կամ բիզնես ուղակի հաշվարկներ, որ ավելի արդյունավետ կհամարվի իմ մտածելով, այսինքն ավելի էժան ձևով կկարողանամ մշակել։ Եվ քանի որ տարիներով եկած տասնամյակներ շարունակ տարածված հանքային պարարտանյութերի օգտագործումն է ավելի հաճախ շրջանառվել, մեծամասամբ անկախ մարզից եւ անկախ մշակաբույսից մենք տեսնում ենք այդ նույն ազոտական սիլիտրայի կիրառության անսահմանափակ քանակությունը, որը երբեմն նույնիսկ գերդոզավորման, գերպարարտացման ցուցանիշներով է, այսինքն իրականում այդքան ազոտի անհրաժեշտություն էլ չունի տվյալ մշակաբույսը։ Ինչն է պատճառը, որ մենք ձեռք ենք բերում խանութից ինչ որ գյուղմթերք, խնձորի օրինակը բերեցիք, խնձորը դիտարկենք, մի դեպքում երկրորդ, երրորդ օրվանից հետո ինքը կորցնում է իր ապրանքային տեսքը, մյուս դեպքում, որտեղ տրված չեն ընդհանրապես որևէ քիմիկատներ, հանքանյութեր, մշակությունն իրականացված է ավելի մաքուր, բնական, բուսական, այստեղ ամենևին կարող են չլինել վերամշակված, նույնիսկ չվերամշակված պարարտանյութեր, տարիներ առաջվանից հայտնի, գոմաղ, թռչնաղ եւ այլն եւ այլն, այստեղ արձանագրում ենք եւս մեկ անգամ կարևոր մի փաստ, որ երբ մենք կերակրում ենք հողը եւ մշակաբույսը բնության մեջ գոյություն ունեցող կոմպոնենտներով, սննդանյութերով, ավելի առողջ բերք կամ գյուղմթերք ենք կարողանում մթերել։ Երբ մենք տալիս ենք սինթետիկ նյութեր, արհեստական նյութեր, որոնք ստեղծվում են արտադրամասերում, լաբորատոր պայմաններում, որոնք բնության մեջ ազատ վիճակում գոյություն չունեն, նույնն էլ կարողանում ենք հետագայում մթերել։ Շատ նման է նույն մարդու օրգանիզմին, եթե ծառի հետ համեմատություններ անենք, ինչպես է սնվում մարդը, ինչ սնունդ է, գնում մարդու օրգանիզմ, ուղիղ համեմատական է նրա առողջական իրավիճակին։ Այսինքն ինչու մենք անդադ խոսում ենք առողջ սնունդ, առողջ ապրելակերպ, այդ առողջ ապրելակերպի մեջ ամենաառաջնային հանգամանքը պետք է հենց մշակահողերի առողջության հարցը դնել, որովհետև եթե առողջ չի հողը, այդտեղից առողջ պտղաբուծություն, գյուղմթերքի մթերում ակնկալել հնարավոր չէ։ Դա էլ հենց պատճառն է, որ մեկը ավելի երկարակյաց է, մյուսը ավելի քիչ, չնայած այն հանգամանքին, որ հանքանյութերով, քիմիկատներով մշակահողերում հիմնականում նաև սննդային հականեխիչներ են նաև տրամադրում, ավելի երկար պահպանության համար։ Խոսեցինք հողերից, եւ ինձ թվում է հարցը հետեւյալը կլինի ճիշտ։ Վերջերս շրջանառվող մեր լուրերով 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի ցորենի մասին։ Տեսեք, մենք երկուսով գիտափորձ ենք անցկացրել այս տարի ցորենի հետ կապված, մշակել ենք անջրտի հող եւ ջրովի հող, ցանել ենք ցորեն եւ գարի։ Արդյունքների մասին դուք ավելի գիտակ, ավելի գրագետ կներկայացնեք, քան ես ինքս։ Ես ուզում եմ այսպիսի հարց տամ, բացի հողերից, դեռ չենք անցնում հողերին։ Ինչ կասեք 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի ցորենի, վերջերս էլ արդեն թեփ դառած անվանումի, արդյոք դա մարդու համար վնասակար է, արդյոք այն հացը, որը կթխվի այդ թեփից կամ ցորենի ալյուրից, մեզ չի բերի որևիցե մի գենետիկ հիվանդությունների։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Շատ արդի ժամանակին համահունչ հարց հնչեցրեցիք, Սուսաննա ջան։ Ուրեմն նախ պետք է նշենք, որ անկախ նրանից, որ գյուղմշակության հողերը շատ քիչ են մշակվում, ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, ամենաառաջնային կարևոր պարենային զամբյուղի կարևորագույն տարր հանդիսացող
գյուղմթերքի հումքը ցորենն է։ Եվ աշխարհում ամբողջ գյուղմշակության հողերի մեծ մասը տրամադրվում է, բաժին է հասնում հենց հացահատիկային մշակաբույսերի ցորենի մշակությանը, որովհետև մոլորակում միլիարդավոր մարդիկ սնվում են հացամթերքով։ Եթե խոսենք հայաստանյան իրականությունից, վիճակագրական տվյալներով 2024 թվականին ցորենի արտադրությունը, արտադրողականությունը մոտավորապես 120.7 հազար տոննա է կազմել Հայաստանում։ Ներմուծումը 300 տոննա եւ 300 հազար տոննա եւ ավելի։ Արտահանումը ուշադրություն ընդամենը 38.000 տոննա։ Սա 2024 թվականի այո, մի զարմացեք, 2024 թվականի վիճակագրական տվյալներն են, իմիջիայլոց հասանելի բոլորի համար բաց տվյալներ են։ Սա ինչ է նշանակում, որ մենք ունենք ավելի շատ պահանջարկ, քան արտադրում ենք։ Հետևաբար ներմուծումը անխուսափելի է։ Երրորդ երկրներից ինչ կարգի, ինչ որակի ցորեն կներկրվի, կներմուծվի եւ ինչ ճանապարհով, սա հարցի երկրորդական կողմն է։ Այսինքն մենք ունենք պահանջ, ինչ որ մի եղանակով ճանապարհով պետք է բերենք։ Դա կլինի վերջերս ինչպես Ռուսաստանի Դաշնությունից եւ Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված 1000 տոննա եւ ավելի յուրաքանչյուրին բեռների դեպքում, այնպես էլ ավտոտրանսպորտային ճանապարհներով փոխադրված, որոնք նախկինում են եղել, ամեն դեպքում պաշարը անհրաժեշտություն ունի եւ մեծ մասը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Որպես այդպիսին առաջինը, որպեսզի մենք կարողանանք տարբերակումներ իրականացնել եւ ասել ինչու է վնաս, ինչքանով է վնասակար, պիտանի է թե ոչ, կարող ենք օգտագործել թե ոչ, պետք է հասկանանք ինչպես ենք մենք դասակարգում։ Մենք ունենք ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրված եւ ընդունված միջպետական գոսստանդարտ 9353 2016 թվականին ընդունված, եթե չեմ սխալվում, հուլիսի 27-ին է ընդունվել ստանդարտը։ Ներողություն 9353 2016 թվականին ընդունված միջպետական գոսստանդարտ, որոնցով սահմանվում են այդտեղ շատ ցուցանիշներ կան, տեխնիկական պայմանները ցորենի դասակարգման։ Մենք ունենք առաջինից մինչև 5-րդ կարգ, որը ենթադրում է կարող է օգտագործվել հացարտադրության մեջ, բայց ինչով են վերջիններս իրարից տարբերվում։ Ամենաառաջին երկու ցուցանիշները, որոնցով որ մենք տարանջատում ենք առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի ցորենը, դա ուրեմն սպիտակուցի եւ գլուտենի պարունակությունն է։ Բնական է, ինչքան շատ, ինչքան բարձր, հետևաբար այնքան պրոտեինի մակարդակը ավելի բարձր է, հետևաբար սննդային արժեքը, էներգետիկ արժեքը եւս բարձր է։ Դիցուք, եթե մենք կարող ենք բարձր սորտային ցուցանիշներ ունեցող առաջին, երկրորդ կարգի ցորենով իրականացնել լիարժեք հացամթերքի արտադրություն, մնացածի դեպքում մենք առանց հավելումների, այսինքն եթե մենք չխառնենք առաջին, երկրորդ, երրորդ կարգի ցորեն, մենք չորրորդ կարգով, որը ներմուծվել է վերջերս Ղազախստանից Հայաստանի Հանրապետություն, հացամթերքի արտադրություն չենք կարող իրականացնել։ Ընդ որում հատկանշական եմ համարում այստեղ անպայման մատնանշել, որ չորրորդ կարգից 5-րդ կարգ խառնուրդների տարբերությունը ընդամենը 3% է, այսինքն բավական է ես 3% ավելորդ խառնուրդ, որը ձևավորվում է մոլախոտերի չձևավորված կամ գենետիկապես մուտացիայի ենթարկված օրգանիզմների միջոցով, հայտնված խառնուրդների հետ տվյալ ցորենի խմբաքանակի մեջ 3% ընդամենը ավելացնեմ, միանգամից 4-ից կտեղափոխվեմ 5-րդ կարգ, որը ընդհանրապես պիտանի չէ։ Այսինքն եթե մենք այստեղ դիտարկում ենք որպես անասնակեր, այո, պիտանի է, կարող է կենդանու օրգանիզմ գնալ, որովհետև այնտեղ աղեստամոքսային տրակտը այլ կերպ է աշխատում եւ կենդանու մարսողությունը ի վիճակի է, այդ ամբողջը կլանել, համարժեք սննդանյութերից ստանալ էներգիա, մարդու դեպքում դա բացառված է, այսինքն այստեղ պարտադիր պետք է ունենանք խառնուրդները, բայց շատ կարևոր եմ համարում արձանագրել ավելի կարևորագույն հանգամանք, անկախ նրանից ինչ կարգի ցորենի մասին ենք մենք խոսում, կարևորագույն նախապայմանը ինչ հողային միջավայրում եւ ինչպես է դա մշակվել, որովհետեւ դա եւս ուղիղ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։ Խոսքը վերաբերվում է
ֆոսֆորօրգանական, մեթիլային միացություններին, որոնք նիտրատներին, որոնք այդ նույն անվորակ կամ հանքային պարարտանյութերի գեր հագեցման եւ գերպարարտացման արդյունքում հետագայում կուտակվելով հողում եւ հայտնվելով մարդու օրգանիզմում կարող են լուրջ հետևանքներ թողնել։ Շատ լավ, Աննա ջան, այս դեպքում մենք գալիս ենք մի հետաքրքիր եւս փոքրիկ հարցման։ Այս տարի մենք իրար հետ կյանքի կոչեցինք մի նախագիծ, դուք ավելի ճիշտ տերմինոլոգիայով կասեք մեր բոլոր գյուղացիներին եւ Հայաստանի Հանրապետության բոլոր անձանց, քաղաքացիներին եւ ստացանք հետաքրքիր արդյունքներ ցորենի հետ կապված։ Մենք ունենք Հայաստանում տարածքներ, որ չենք օգտագործում, անունը պատճառաբանելով, որ ջուր չունենք, բայց այս գիտափորձը մենք արեցինք նաեւ անջրտի հողատարածքում եւ ստացանք արդյունքները։ Հիմա դուք կբարձրաձայնեք։ Ինչու մենք, մեր կառավարությունը, մեր ժողովուրդը չենք սիրում մեր հողերը, չենք մշակում, ստանանք ավելի լավ արդյունքներ, քան մենք այս տարի ենք փորձել ստանալ, ինչն է պատճառը։ Նախ առաջինը խնդրում եմ գիտափորձից խոսենք մեր արդյունքներից եւ երկրորդը ինչու մենք չենք օգտագործում մեր հողերը։ Սուսաննա ջան, ինչպես նշեցիք, այս տարի գյուղսեզոնին հացահատիկային մշակաբույսերի վրա տարբեր ագրոկլիմայական պայմաններում, արարածյան հարթավայրում եւ բարձրադիր ներքին խնձորեսկում մենք իրականացրեցինք երկու գիտափորձ, որի շրջանակներում ինչ ենք դիտարկում հացահատիկային մշակաբույսերի արդյունավետ մշակությունը անջրտի հողատարածքներում։ Բաժանել էինք հողատարածքները երկու հավասարաչափ համաչափ մասերի, որտեղ մի դեպքում կիրառել էինք նորարարական տեխնոլոգիաները, որը արտադրվում է Հայաստանում մեր կողմից, մյուս հողատարածքում իրականացրել ենք ավանդական մշակություն, որպեսզի վերջնարդյունքում խաղից հետո իրականացնենք ցուցանիշների վերլուծություն։ Եվ ինչ ենք տեսնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի բավականին առատ տեղումներ ունենք եւ գյուղ ակտիվ սեզոնի համար ինքը համարվում է անբարենպաստ գործոն, սակայն անջրտի հողատարածքների համար հակառակը բարենպաստ գործոն, անկախ այս հանգամանքից մենք հասկացանք, որ արտարմատային, այսինքն տերևային սնուցման արդյունքում ընդամենը ընդ որում 2 անգամ կիրառությամբ, որովհետև սեզոնի համար նախատեսված էր 3-ը, բայց այնպիսի բարձրություն էինք արձանագրել, դուք եւս ներկա եղել, որ պարզապես հնարավոր չէր ոչ տեխնիկայով, ոչ մարդկային ուժով այդ 3-րդ կիրառումը իրականացնել, մենք ունեցանք 30% աճ։ Սա ինչ է նշանակում, որ օրինակ եթե 2024 թվականի ստատիստիկ վիճակագրական տվյալները դիտարկենք 120,000 տոննա, այս մշակությամբ նույն հողատարածքից կարող ենք բերքահավաքից հետո ունենալ 156,000 տոննա ցորեն, այդպիսով նվազեցնելով ներմուծման անհրաժեշտությունը։ Սա ինչ վերաբերվում է արձանագրված գիտափորձերին, որոնք որ եղել են պարբերաբար, այսինքն այս տարի մենք միասին ենք արել, նախորդ տարիներին պարբերաբար դրանք իրականացվել են, ինչու եւ ինչու է կարեւոր պարբերականությունը, քանի որ տարեց տարի հողային դեգրադացիան, դեֆլյացիան ավտոմատ բնականon գործոններով պայմանավորված, ոչ անտրոպոգեն, ոչ մարդացին, այսպես թե այնպես լինում է։ Ինչ վերաբերվում է արձանագրված ցուցանիշներին, ես կարող եմ ասել, որ դրանք այն նվազագույնն են, որը կարելի է ներդնել եւ ստանալ արդյունք։ Այդ թե ինչու հետաքրքրված չեն եւ ինչու չեն ցանկանում կամ միգուցե տեղեկացված չեն, չգիտեն, չեն տիրապետում, ես այդտեղ մի բացատրություն եմ տեսնում, որ գերատեսչական մակարդակով ցավոք սրտի մենք ունենք մասնագիտական կադրային սուղ իրավիճակ։ Այսինքն նույն տրամաբանությամբ, եթե դիտարկենք գոսստանդարտը, լաբորատոր հետազոտությունները եւ այլն, գրվում են մասնագետների կողմից, ովքեր ունեն տեսական գիտելիքներ եւ աշխատում են գրասենյակային պայմաններում։ Բայց եթե մենք փորձենք կտրվել գրասենյակային տեսական գիտելիքից եւ իրականությունից, տեղափոխվենք դաշտ, որտեղ իրականացվում են բուն աշխատանքները, ես վստահեցնում եմ, որ ցուցանիշներն ու պատկերը լրիվ այլ են լինելու։ Նմանատիպ որոշումներով, օրենքներով, իրավական ակտերով հասնել գյուղատնտեսության զարգացման գրեթե անհնարին է։ Այսինքն այստեղ լուրջ կադրային խնդիր կա, որը որ մենք գործնականում բախվում եւ առնչվում ենք գրեթե ամեն գյուղացիական տնտեսության հետ աշխատելուց։
Կադրային սղության մասին հետևաբար եւս մեկ հարց։ Վերջերս բոլոր գերատեսչությունները առաջինը իդեպ ասեմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հայտարարվել էր հանձնաժողովների անդամների ընդունելության հայտարարություն։ Ես անձամբ փորձել եմ գրանցվեմ։ Ինձ ամենահետաքրքիր փաստը, որի առաջ ես կանգնեցի, դա էր։ Ուրեմն ունենք ովքեր կարող են մասնակցել։ Կազմակերպություններ, իրավաբանական ձևերով, ՍՊ, ՓԲ դա չասեմ, բոլորը լավ տեղյակ են եւ ֆիզիկական անձինք, որոնք գյուղի հետ ինչ որ առնչություն են ունեցել։ Երբ որ ես իմ փաստաթղթերը ուղարկեցի, ինձ հետ կապվեցին եւ ասացին շատ լավ է, սակայն այնտեղ հայտարարության մեջ կար ստորակետ, որից հետո կար այսպիսի մի նախադասություն. կարող են մասնակցություն ունենալ այն անձինք, ովքեր ժամանակին մարզպետարանների կամ համայնքապետարանների հետ անցկացրել են որևիցե մի ծրագիր։ Իմ կարճ խելքով, շատ կարճ խելքով, ավանդական մազերս կարճ է, խելքն էլ պետքա կարճ լինի, ես գալիս եմ նրան, որ նորից մեր նախարարությունները արդեն պետական իրավական ակտով ընդունում են բարեկամ, ծանոթ, հին, թան կազմակերպություններին։ Ձեր կարծիքը Աննա ջան։ Նախ ասեմ, որ ինքս իրազեկված եմ եղել, որ էկոնոմիկայի նախարարությանը կից նպատակաուղված որպես շահագրգիռ կողմ հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ հայտարարություն է տեղադրված եղել, ծանոթացել եմ եւ հենց անձամբ չեմ դիմել, չնայած ունենալով գիտաարտադրական կազմակերպության կազմակերպա իրավական ձև, քանի որ հենց նման փաստաթղթերը, որոնք որ պետքա վկայակոչեն նախորդ ժամանակաշրջանում ունեցած համագործակցությունները, տանում են այն նույն հին ավանդական բարի կազմակերպությունների դուռը, որոնք ունեցել են նախկինում նմանատիպ աշխատանքներ, ունեն համարժեք փաստաթղթավորում, որ իրականացրել են աշխատանք, բայց աշխատանքը լիարժեք իրականացրել են թե ոչ, ես անձամբ չեմ տեսել։ Ներողություն, այստեղ ես հիշեցի հին ամանորյա Աշոտ Ղազարյանի ասածը. ուր ես գնում Համզա Չիման։ Ինչ ես տանում Պեմզաբլո։ Դոկումենտդ ուր է։ Ինչ կմաղթեք դուք մեր կառավարիչներին։ Այս հարցի շուրջ եմ ես ձեզ հարցնում։ Օրինակ, ես կմաղթեմ, որ այդ ստորակետից հետո ծրագրերի մասնակցությունը վերացնեն, փորձեն ներգրավել հասարակ մեր նման մահկանացուներին, գյուղացիներին, ինչու ոչ, քանի որ որոշվում է գյուղի ճակատագիրը։ Այո։ Իսկ ինչ կավելացնեք դուք Աննա ջան։ Ես գրեթե նույնն էի ուզում ասել, քանի որ գյուղում աշխատող անհատները, գյուղացիները, մարդիկ, ովքեր որ իրենց աշխատանքը ոչ թե սահմանափակում են գրասենյակային պատերի ներսում կամ պարզապես գեղեցիկ վերնաշապիկներով հագնված փոստում են ինչ որ աշխատանքներ, որոնք չգիտենք իրականացվել են թե ոչ, շատ ավելի քիչ տեղեկացված են, քան այն մարդիկ, ովքեր որ փաստացի այդ աշխատանքները իրականացնում են, նմանատիպ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը ուղիղ համեմատական առնչություն ունի վերջիններիս ներգրավվածության հետ։ Եթե ավելի պարզ փորձեմ միտքս ձևակերպել, առանց գյուղացիների եւ առանց գյուղից դուրս եկած անհատների նման հանձնաժողովը պարզապես լինելու է իրենց բարեկամներով, իրենց աջակիցներով համախմբված ինչ որ մի միավորում, որը ընդունված որոշումների վերաբերյալ հայտնելու է նույն տրամաբանական կարծիքը, այսինքն այստեղ նույնիսկ մասնագիտական բանավեճի քննարկում չի լինելու։ Այո, չի լինելու, որը որ թույլ չի տալու ոլորտը զարգացնել։ Այնպես որ սիրելիներս, եթե դուք ուզում եք ռեալ զարգացնել ոլորտը, միանշանակ նմանատիպ հանձնաժողովներում պետք է ներգրավվածությունը գոնե ինչ որ տեսակարար կշռով տրամադրել այն մարդկանց, ովքեր ճիշտ է չունեն աշխատանքներ իրականացրել Այո, չունենք։ կազմակերպության հետ, չունեն փաստաթղթեր ստորագրած, որ իրականացրել են աշխատանքներ ձեզ հետ, բայց իրապես կատարել են եւ կատարում են աշխատանք եւ կարծում եմ դեռ շարունակելու են կատարել։
Այո։ Եվ այսպիսով այսօրվա գյուղ քաստը ավարտին ենք ուզում հասցնենք, ամփոփենք։ Ունենք հողեր, ունենք չմշակվող հողեր։ Որոնց մեծ մասը չի մշակվում։ Այո։ Եվ խնդրում եմ ձեր գիտական փաստարկը, արդյոք Հայաստանում կան հողեր ավազային, կավային եւ կավա-ավազակային։ Շատ հետաքրքիր միտքեր, իրականում չնայած մեր փոքր երկրի բնահողային ռեսուրսների, ամեն դեպքում բնահողային մեր ազգային ժառանգությունը շատ տարատեսակ է։ Ունենք ինչպես ձեր նշածները, այնպես էլ դրանից զատ անտառային, որոնք որ այսօր էլ շատ վատ վիճակում են գտնվում, շատ տարատեսակ հողեր, որոնք իրականում ունեն առողջանալու կարիք։ Իսկ այսօրվա գյուղքաստը, սիրելի Սուսաննա, առաջարկում եմ անվանել անփորձ թանը փորձված մասումից ավելի լավ, որովհետև ավելի համահունչ ժողովրդական ասացված երևի թե չեն կարող այս մերօրյա իրականության վերաբերյալ բերենք եւ փորձենք կցել։ Այո, շնորհակալ եմ Աննա ջան այս հաղորդման համար, հանդիպման համար եւ հուսամ, որ մենք կհանդիպենք հաճախակի։ Ես էլ եմ շնորհակալ։